Բարի ուշ գիշեր, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, ժամի վերջին նորությունները նախ համարոտ։ Ուղերձներ Իրանից ու Իսրայելից կոչեր կանգ չառնելու նոր հարվածների մասին, ռազմաքաղաքական վերնախավից գերագույն հոգևոր առաջնորդի սպանություն, ինչպես է կարողանալու Թեհրանը կրկին հավաքել իշխանական համակարգի վերնախավը, Իրանում բարձրացրել են վրեժխնդրության դրոշը, իսկ հոգևորականությունը կոչ է անում վրեժ լուծել Խամենեի մահվան համար, հրթիռակոծություն, ավերածություններ, զոհեր ու վիրավորներ, Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմ, օր 2 Բանակցությունների մասին է հայտարարում Վաշինգտոնը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանն առաջարկել է վերսկսել բանակցությունները եւ ինքը համաձայնել է։ Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, բայց չի նշել կոնկրետ ժամկետ, հավելելով, որ նախկին շփումներին մասնակցած իրանցի որոշ պաշտոնյաներ այլևս ներգրավված չեն։ Նրանք պետք է դա անեին ավելի շուտ, պետք է ավելի շուտ տային այն, ինչը շատ գործնական եւ հեշտ իրագործելի կլիներ, ասել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մերժել է Թրամփի նախազգուշացումը չպատասխանել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զանգվածային ռմբակոծություններին, ասելով, որ երկրի ինքնապաշտպանությունը սահմաններ չի ունենա։ Իրանի արտգործնախարարն հայտարարել է, որ Թեհրանը աշխատում է թիրախ դարձնել միայն զինվորական անձնակազմին եւ այն օբյեկտները, որոնք Միացյալ Նահանգները գործածում է Իրանի դեմ գործողություններում։ Արաղչիի խոսքով նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում։ Քիչ առաջ Իրանի ժամանակավոր կառավարման խորհրդի անդամ Այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին X-ի իր էջում հայտարարել է, որ ստանձնում է Իրանի քաղաքական ղեկավարումը, ընդգծելով, որ Ալի Խամենեի մահվան վրեժը չի ուշանա։ Այժմ ես ստանձնում եմ Իրանի քաղաքական ղեկավարումը, Ալի Խամենեի մահվան վրեժը կլինի հնարավորինս շուտ, գրել է նա։ Հիշեցնեմ, այսօր հայտնի դարձավ, որ Իրանում ձևավորվել է կառավարման ժամանակավոր խորհուրդ, որի անդամները համատեղ կկառավարեն երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Այդուամենայնիվ բանակցությունները մնում են միայն հայտարարությունների մակարդակում։ Քիչ առաջ հրթիռակոծել են Թեհրանի կենտրոնում գտնվող Գանդիի հիվանդանոցը։ Ավիահարվածի պատճառով կա 160 զոհ։ Բուժքույրերը տեղափոխել են նորածիններին։ وضعیت بیمارستان گاندیه وضعیت بیمارستان صاف زده بیمارستانو Ավելի վաղ հարվածել էին Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի վրա։ Միզան գործակալությունը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 165-ի, վիրավորների ընդհանուր թիվը 96 է։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանն ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին, նա շեշտել է երկրի զինված ուժերը գործում է եւ կգործի ամբողջ հզորությամբ, որպեսզի ոչնչացնի հակառակորդի բազաները։ Արտակարգ վիճակների ղեկավարության խորհուրդը սկսել է իր աշխատանքը եւ մենք կշարունակենք Ալի Խամենեի ուղին, հայտարարել է Փեզեշքյանը։ Հեղափոխության գերագույն առաջնորդի մահը, որը նահատակություն է երկար տարիների պայքարից, ջանքերից, զոհաբերությունից, արթնությունից եւ բռնակալի դեմ պատերազմից հետո, թող Աստված հանգստացնի այս մեծ մարդու հոգին եւ նրա հետևորդներին պահի կայուն եւ հպարտ։ Մենք, ինչպես միշտ, հիասթափեցնելու ենք թշնամիներին։ Աղոթեք, որ Աստված մեզ չամաչեցնի մեր երկրի բոլոր սիրելիների առաջ եւ մենք կարողանանք լինել իրավունքի եւ արդարության ուղղուց ճիշտ հետևորդներ։ Մենք հակառակորդին կհասցնենք հուսահատության, ոչնչացնելով նրանց բազաներն ու կարողությունները։ Պետք է միասնական լինենք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ իրենց ուժերը ինտենսիվ հարվածում են Թեհրանի սրտին եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանան։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ Իսրայելը Թեհրանի վրա հարձակումների նոր ալիք է սկսել։ Մենք մասնակցում ենք մի արշավի, որի ընթացքում ամբողջ ուժով կիրառում ենք Իսրայելի պաշտպանության բանակի կարողությունները, որպեսզի ապահովենք մեր գոյությունն ու մեր ապագան։ Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքերը մեզ հնարավորություն են տալիս իրականացնել այն, ինչին ես ձգտել եմ 40 տարի՝ վճռական հարված հասցնել տերորիստական ռեժիմին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել եւ խորտակել է իրանական ռազմածովային ուժերի 9 նավ, որոնցից մի քանիսը համեմատաբար մեծ եւ կարեւոր են։ Նախագահի խոսքով ԱՄՆ զինված ուժերը մեծամասամբ ոչնչացրել է իրանական ռազմածովային շտաբը։ Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոյի կենտրոնակայանին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի 560 զոհ եւ վիրավոր զինծառայողներ։ Բացի այդ, իրանցի զինվորականները հարվածել են Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում գտնվող նահանգների եւ Բրիտանիայի 3 լցանավերի։ Իսկ Իրանում հավատացյալները սգում են երկրի սպանված գերագույն հոգևոր առաջնորդի մահը։ Թասնիմ գործակալությունը գրել է, որ սպանված այաթոլլահ Խամենեի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի մահը Իրանի համար ծանր հարված էր։ Թեհրանի առաջատար շիա հոգևորական այաթոլլահ Մակարեմ Շիրազին մուսուլմաններին կարգադրել է պայքար սկսել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության վրեժը լուծելու համար։ Պետական Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ 99-ամյա հոգևորական ասել է, որ Խամենեի վրեժը աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է եւ աշխարհից պետք է վերացնել հանցագործների չարիքը։ Մեկ այլ ականավոր կրոնական գործիչ այաթոլլահ Նուրի Համեդանին հրաման է արձակել, ըստ որի բոլոր մուսուլմաններին պարտականությունն է Խամենեի արյան համար վրեժ լուծելը, հաղորդում է Թասնիմը։ Իրանում բարձրացրել են նաև վրեժի կարմիր դրոշը։ Փեզեշքյանը Ալի Խամենեիի սպանությունն անվանել է բոլոր մուսուլմանների դեմ հայտարարված պատերազմ, իսկ Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչը նշանակում է կրոնական պատերազմ։ Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին տեղեկությունը, ավելի վաղ քաղաքական գործչի հարազատները նույնպես հերքել են լուրը։ Այդուամենայնիվ տարածվել են տեսանյութեր, որում երևում է Մահմուդ Ահմադինեժադի տունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակման պատճառով ավերակների է վերածվել։ Գերագույն հոգևոր առաջնորդից պաշտպանության նախարար։ Իրանը մեկ օրում կորցրել է երկրի բարձրագույն ռազմական եւ քաղաքական գրեթե ամբողջ ղեկավարությանը։ Զոհվել են Իրանի պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, պաշտպանության խորհրդի քարտուղարը, ոստիկանության հրամանատարության հետախուզական ծառայության ղեկավար եւ այլ պաշտոնյաներ, ովքեր ու ինչպես պետք է փոխարինեն սպանված ղեկավարությանը։ Կկարողանա Իրանը կրկին հավաքել ռազմաքաղաքական մի ամբողջ կորպուս, ռեպորտաժում։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը սպանված է։ Միացյալ Նահանգներ Իսրայել գործողությունների հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունը գլխատելն էր։ Դա նրանց հաջողվել է։ Բացի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից, զոհվել են նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, միջուկային գործի պատասխանատու Ալի Շամխանին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին եւ այլք։ Ինչպես է անցումային այս փուլում Իրանն ընտրելու իր առաջնորդներին։ Գլխավոր շտաբի պետը, ԵՀՊԿ գլխավոր հրամանատարը ուղիղ նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Պաշտպանության նախարարին ներկայացնում է նախագահը եւ հաստատում է Իրանի գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ պաշտպանության խորհրդի քարտուղարին նույնպես նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սակայն այստեղ կա մի մեծ բաց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդը զոհված է։ Իրանի սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն ձևավորվելու է անցումային խորհուրդ, բաղկացած երկրի նախագահից, դատական համակարգի եւ սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից։ Երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արդեն հայտարարել է, առաջնորդը շուտով կընտրվի, իսկ մինչ այդ կձևավորվի առաջնորդական նոր խորհուրդ, կամ այսպես ասած, բանիմացների խորհուրդ։ Բանիմացների խորհուրդը այն խորհուրդն է, որ ընտրվում է ժողովրդի կողմից, ուղղակի եւ գաղտնի քվեարկության արդյունքում եւ մեկ օրակարգով ասպարվում ճշտել գերագույն առաջնորդին, այսինքն անձը ճշտել գերագույն առաջնորդության համար։ Բայց այս պահին դեռ այլ հայտարարություն չկա, թե երբ է հրավիրվելու փորձագետների ժողովը։ Սակայն ըստ տարածվող տեղեկությունների Ալի Խամենեին հոգ է տարել իր իրավահաջորդի ու երկրի նոր ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Նաև շրջանառվում էր Ալի Լարիջանի անունը, ով լինելու էր համակարգողի դերում այդ ժամանակահատվածում, այսինքն դեռ չպետք է բացառենք, որ հնարավոր է Ալի Լարիջանին այս ընթացքում իրականացնի համակարգողի դեր, մինչև որ կհրավիրվի
կցվի փորձագետների ժողով եւ նրանք էլ կընտրեն երկրի նոր հոգեվոր գերագույն առաջնորդ։ Իրանագետ Տեմա Բեգիջանյանի կարծիքով նոր հոգեվոր առաջնորդի ընտրությունը վաղ տեղի չի ունենա։ Մինչև երկրում խաղաղություն չհաստատվի կամ առնվազն որոշ չափով հրադադար չլինի, դա տեղի չունենա։ Ամեն դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընտրությունը կախված է նաև մի քանի սցենարներից, կարծում են իրանագետները։ Օրինակ, երկրի տարբեր հատվածներում զանգվածային բողոքի ակցիաների առաջացումը կամ հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում Իրանում պետական համակարգի փոփոխությունը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ գործողության առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 1000 թիրախի հարվածելու մասին, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողության նոր փուլի մասին։ Իրանում Իրաքի սահմանից ոչ հեռու Մեհրան քաղաքում գտնվող սահմանապահ ծառայության շենքի վրա հարձակման պատճառով անվտանգության 43 աշխատակից է զոհվել։ Իրանը հայտարարել է, որ կանգ չի առնելու։ Հրդեհ է բռնկվել Էրբիլի ամերիկյան ռազմաբազայում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված ամերիկյան բազայի մոտակայքում պայթյուններ են եղել։ Իրանը հարվածում է Հայֆային քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց Իրանից արձակված հրթիռների նոր խմբի մասին։ Բախման հենց ամենասկզբից Թեհրանի թիրախը եղել են ամերիկյան ռազմաբազաները։ Ինչ թիրախներ է այսօր ընտրել Իրանը, Սեդակ Կիրեղյանի ռեպորտաժում։ Մարտի 1-ի լույս առավոտյան Դուբայի զինվորականների ոչնչացրած անօդաչու սարքի բեկորները հրդեհի պատճառ դարձան Ջեբել Ալի նավահանգստում, որը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերի հաճախակի կանգառ է Պարսից ծոցում։ Իրանը արհեստական կղզիների զբոսաշրջային տեսարժան վայրում հրդեհի բռնկվելուց մեկ օր անց հարվածներ հասցրեց Դուբայի միջազգային օդանավակայանին, ապա Իրանը հայտարարություն տարածեց, որ հուժկու հարված է հասցնելու Միացյալ Նահանգներին, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սրան հետևեց Դոնալդ Թրամփի պատասխանը։ Ավելի լավ է չանեք դա, որովհետև այդ դեպքում մենք կհարվածենք այնպիսի ուժով, որ երբեք ոչ ոք չի տեսել։ Ժամեր անց Կատարի վերևում լսվեց պայթյուն։ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, իրանական հարձակումներից հետո իրենք 16 վիրավոր ունեն։ Հետևեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածը։ Օմանի Դուք առևտրային նավահանգստին իրանական 2 անօդաչու սարքեր հարվածեցին, որի հետևանքով 1 մարդ վիրավորվեց։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտարարեց, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող Skylight նավթատարը թիրախ է դարձել Մուսանդամից մոտ 5 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավթատարի 20 հոգանոց անձնակազմը տարհանվեց, նախնական տեղեկություններով 4 մարդ էր վիրավորվել։ Հորդանանի պաշտպանական համակարգերը որսացին մայրաքաղաք Ամմանի, նաև երկրի հյուսիսային շրջանների օդային տարածք մտած հրթիռներ։ Հորդանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը վաղ առավոտյան տագնապ հայտարարեց, կոչ անելով մարդկանց ապաստան գտնել։ Հետևեց Ցախալի հարվածը Թեհրանի սրտին։ Իսրայելական բանակը հարվածեց ուժային կառույցների ստորաբաժանումներին և Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին։ Տագնապի ձայներ լսվեցին նաև Քուվեյթում, քանի որ Իրանը շարունակում է Պարսից ծոցում իր պատասխան հարձակումները Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ։ Իրանը 2 հրթիռ արձակեց Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական բազաներ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Օրվա երկրորդ կեսին Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթատարը խորտակվեց Հորմուզի նեղուցում իրանական հարձակումից հետո։ Իրանական կողմը հաղորդում էր, նավթատարը չի արձագանքել նախազգուշացումներին։ Երուսաղեմում իրանական հրթիռ ընկավ, իսկ Աբու Դաբիի Զայեդ նավահանգիստը իրանական հարվածից հետո այս տեսքն ուներ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքին հարվածելու մասին։ Բնակավայրի հրթիռակոծության հետևանքով զոհվեց 6 մարդ, տուժեց 20-ը։ Իսրայելը ու Ամերիկայի ջնայատը։ Մենք հակառակորդին կհասցնենք հուսահատության, ոչնչացնելով նրանց բազաներն ու կարողությունները։ Պետք է միասնական լինենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն ավիակրի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասին։ Երեկոյան 7-ին մոտ իրանցիները հարվածեցին Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական ռազմաբազային։ Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածեց Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Այսօր լրատվամիջոցների փոխանցմամբ ամերիկացի 3 զինվոր է զոհվել Իրանի դեմ գործողության ընթացքում։ Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են։
Սեդա Գյուլեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսրայելական բանակը հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների։ Ցախալի պաշտոնական հայտարարությունների համաձայն թիրախ են դարձել կորպուսի հետախուզական շտաբը եւ հրամանատարական կենտրոնները։ Չնայած պայթյուններին Իրանում մարդիկ դուրս են եկել ցույցերի հաջակցություն կառավարության։ Իրաքում էլ ցուցարարները կրկին փորձել են ներխուժել կանաչ գոտի, որտեղ գտնվում են մի քանի պետությունների, այդ թվում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Ռազմական գործողություններին զուգահեռ ցույցեր են տարբեր երկրներում հաջակցություն Իրանի ու ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվել են բախումների, առաջացնելով լարվածության նոր օջախներ։ Իրանից դուրս, բայց Իրանի շուրջ տեղի ունեցողին հետևել է Սվետլանա Պետրոսյանը։ Լարվածությունն ու զայրույթը մերձավոր արևելքում մարդկանց դուրս են բերել փողոցներ, ստեղծելով զանգվածային բողոքի ալիք։ Այդ կերպ հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներում իրենց անհամաձայնությունն են հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունների դեմ։ Իրաք Բաղդադի փողոցները լցված են ցուցարարներով, որոնք փորձել են ներխուժել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածք, ինչին անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով։ Ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ավելին, Իրաքի մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Ենթադրվում է, որ կամուրջ են պայթեցրել։ Ի դեպ, Իրաքը երրորդյա սուք է հայտարարել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով։ Հնդկաստան Իսկ Հնդկաստանում ցուցարարները այրել են ամերիկյան եւ իսրայելական դրոշներով խրտվիլակ, այդպիսով իրենց բողոքն արտահայտել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության դեմ։ Պակիստան Պակիստանի Կարաչի քաղաքում Ալի Խամենեիի մահվան լուրից հետո բողոքի ակցիա է սկսվել։ Ցուցարարները հրկիզել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության շենքը։ Անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ, եւս 18-ը վիրավորվել են։ Պակիստանցիները փորձել են հրկիզել ՄԱԿ-ի շենքը։ Նյու Յորք Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել դատապարտելով Իրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները։ Ցուցարարները կարծում են, որ աշխարհում ամենամեծ սպառնալիքը հենց Թրամփն ու Միացյալ Նահանգներն են։ Իրան Թեհրանի Պաղեստինի հրապարակում եւս հանրահավաք է տեղի ունեցել հաջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ Վանկարկել մահ Ամերիկային։ Քիչ առաջ Թասթիմ գործակալությունը հայտնել է, որ իրանցի 7 գեներալ է զոհվել ամերիկյան եւ իսրայելական հարվածների պատճառով, որոնցից 5-ը ծառայում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Հրթիռների մի բաժին էլ հասել է Թեհրանում Սերբիայի դեսպանատանը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ անձնակազմին տարհանել են Բաքվում։ Հարվածներից մեկն ուղղված էր Բասիջի ավիաբազային։ Բեկորները վնասել են դեսպանատունը։ Վուչիչը հավելել է, որ տարածաշրջանում Սերբիայի ամենաշատ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններում են, որոնց կտարհանեն առաջին իսկ հնարավորության դեպքում։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Թեհրանում փակել է իր դեսպանատունը եւ Իրանից էլ իր դեսպանին հետ է կանչել։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էլ հայտարարել է, որ այս պահի դրությամբ մերձավոր արևելքի երկրներում զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Ըստ հայտարարության Իրանում եւ Իսրայելում ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական բաժինները դիմումների մեծ թիվ չեն գրանցել։ Գերատեսչությունը դիմել է չեղյալ հայտարարված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Այն քաղաքացիները, որոնք կցանկանան կամավոր Օմանի տարածքով գալ Հայաստան, կարող են լրացնել ԱԳՆ կայքում ներկայացված հայտը։ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար Մասկատ տեղափոխման հարցում։ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ որոշ չվերթեր չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել։ Այսօր չի կայանա Air Arabia ավիաընկերության Աբու Դաբի Երևան եւ Շարժա Երևան նախատեսված չվերթերը։ Չեն իրականացվի նաև Դուբայ Երևան եւ հակառակ ուղղությամբ նախատեսված 3 չվերթ։
Հաշվի առնելով ստեղծված վիճակը Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտնել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր մնալու ծախսերը։ Հյուրանոցները կապահովեն անվճար կեցություն և սնունդ։ Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ու Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել են, որ իրենց քաղաքացիները կարող են դուրս գալ Իրանից Հայաստանի տարածքով։ Նշվում է, որ այս պահին հայ-իրանական սահմանին շուրջօրյա գործում է Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետը։ Հայաստանի հարավային սահմանին զարգացող իրադարձությունները կարող են վերածվել լուրջ մարտահրավերի։ Իրանը ոչ միայն հարևան է, այլև տնտեսական և էներգետիկ կարևոր գործընկեր, և ցանկացած ցնցում այնտեղ անմիջապես արձագանք է գտնում նաև Հայաստանում։ Ինչ ռիսկեր կան Հայաստանի համար, Սեդակ Գյուրեղյանն է ներկայացնում։ Իրանը Հայաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է և փաստացի երկրի միակ դարպասը դեպի հարավ։ Հայաստանի տարածքով է անցնում Իրանը հյուսիսին կապող կարևոր տնտեսական երթուղին՝ հյուսիս-հարավը։ Թեև Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները Հայաստանի տնտեսության հիմնական մասնաբաժինը չեն կազմում, այդուհանդերձ երկու երկրները փոխկապակցված են էներգետիկ ենթակառուցվածքներով։ Էլեկտրաէներգիան դա միակ ապրանքն է, որը երբ որ արտադրվեց պետք է սպառվի, եւ այս տեսանկյունից այն ավելցուկային էլեկտրաէներգիան, որը Հայաստանը արտադրում է այս պահին, այսպես ասած սպառում չի գտնում, մենք արտահանում ենք դեպի Իրան եւ Իրանը հանդիսանում է այսպես ասած յուրահատուկ մարտկոց մեր էլեկտրական համակարգի համար։ Եթե Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարված են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, վտանգի տակ կարող է հայտնվել նաեւ Երևանի ջերմաէլեկտրակայանի աշխատանքը։ Սա Հայաստանի համար վատագույն սցենարներից մեկն է, հատկապես Իրանում հնարավոր տնտեսական ճգնաժամի խորացման պարագայում։ Այդ դեպքում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի ավելցուկ, նաեւ արտադրական հզորությունների թերբեռնվածություն։ Դա ավելցուկ է, Հայաստանի շուկայում դա սպառել չի լինի, Հայաստանի շուկան ինքնաբավ է դառնում։ Ջերմակայանը Երևանի ջեկը կարող է կանգնել կամ աշխատել իր ոչ ամբողջ հզորությամբ։ Սա է հիմնական խնդրեմը։ Այսինքն այս հարվածը, ասենց ասեմ, Հայաստանի համար իհարկե շատ վատ իրավիճակ է ստեղծում, բայց ուտ ասենք թե գազ, էլեկտրաէներգիայի դիմաց այդ ծրագրի հետ կապված շատ հնարավոր է նաև որ այն կանգնի։ Մյուս կարևոր ուղղությունը առևտուրն է։ Հայաստանն ու Իրանը տարեկան ունեն գրեթե $1 միլիարդ առևտրաշրջանառություն, սակայն ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը։ Հայաստանը Իրանից ներմուծում է շինանյութ, պարենամթերք, հիգիենայի պարագաներ եւ մի շարք սպառողական ապրանքներ։ Իրան արտահանվում են պղինձ, մոլիբդեն եւ մետաղական հանքանյութեր։ Վերջին շրջանում աճել էին նաեւ կենդանիների եւ սննդամթերքի արտահանման ծավալները։ Կենդանիները, ոչխարները եւ բանիները, սակայն քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառեց այդ տնտեսական հիբրիդային զենքը եւ արձրկեց մի քանի տասնյակ անգամ իրանական ռեալը, մեր արտահանողները սննկացան հենց այդ դեպի Իրան արտահանողները կոնկրետ ոչխարների եւ բանի տեսականների մասին, որտեղ եւ այս պահին ասենք մի քանի միլիոն դրամ բախտեր են կուտակել։ Արտարժույթի տատանումները, հատկապես իրանական ռիալի արժեզրկումը արդեն իսկ բացասաբար են անդրադարձել Հայաստանի փոքր եւ միջին արտահանողների վրա։ Մյուս հավանական ռիսկը միգրացիոն հոսքերն են։ Եթե Իրանում ճգնաժամը խորանա, չի բացառվում բնակչության տեղաշարժ դեպի հարևան երկրներ։ Հայաստանը նման սցենարի պատրաստ է։ Հնարավոր սցենարային արժեքներից մեկը կարող է լինել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը բնակչություն 90 միլիոնից ավել է, շատ մեծ քանակությամբ բնակչություն կոչի այլ երկրներ, որի մեկը Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել։ Այսինքն Սյունիքի մարզում պատկերացրեք բավականին մեծ քանակությամբ Իրանից մարդիկ են գալիս, որոնք ասենք էթնիկական կազմվածքով որոշակի հարցեր կարող են առաջանալ, սա նույնպես տնտեսական խոցելիություն կարող է առաջացնել։ Թե երկարաժամկետ հեռանկարում ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ ստեղծված վիճակը, փորձագետները դեռ դժվարանում են հստակ գնահատել։ Մինչև վերջին զարգացումները Հայաստանն ու Իրանը ծրագրում էին առևտրաշրջանառությունը հասցնել մինչև $3 միլիարդ, ստորագրելով համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Սակայն տարածաշրջանային լարվածությունն ու Իրանում խորացող ճգնաժամը այդ ծրագրերը դնում են անորոշության մեջ, ստիպելով վերանայել Հայաստանի տնտեսական հաշվարկները հարավային ուղղությամբ։ Սեդակ Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռեզա Փահլավին էլ հայտարարել է, որ միայն Իրանի շուկայի բացմամբ ԱՄՆ տնտեսությունն ավելի քան $1 տրիլիոն ազդեցություն եւ եկամուտ կունենար։ Իսկ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տևել 1 ամիս։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը առավոտյան ժամը 9-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը, բարի գիշեր։